Գլուխ 5. Մուսուլմանական հակասեմիտիզմ։ Պատմության մեջ դժվար է գտնել ավելի խոր ատելություն և հետապնդում հրեա ժողովրդի նկատմամբ, քան հիմա է։ Առանց հոգևոր գնահատականի դժվար է հասկանալ նման իրադրության առաջացումը։ Ինչպես կարող է միայն մի ժողովուրդ համարվել բոլոր դժբախտությունների պատճառ։ Ոմանք նրանց մեղադրում են կապիտալիզմի առաջացման մեջ, մյուսները կոմունիզմի։ Ոմանք մեղադրում են նրանց, որ ցրված են բոլոր ազգերի մեջ, ոմանք էլ, որ ապրում են մյուս ազգերից մեկուսացված։ Մեղադրանքները կարող են տարբեր լինել, կախված տվյալ ժամանակների կոնկրետ իրավիճակից, սակայն արդյունքը միշտ էլ նույնն է՝ հրեաները դառնում են քավության նոխազ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեաների դրությունը կտրուկ փոխվեց։ Ծնվեց Իսրայել պետությունը։ Գրեթե 2000 տարվա աքսորից ու տարաբնակությունից հետո նրանք սկսեցին հավաքվել հայրենիքում։ Նացիզմը պարտված էր, և Երուսաղեմ վերադառնալու հին երազանքը դարձավ իրականություն։ Առջևում առկայծեց հույսի լույսը, սակայն ավաղ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Հրեական ներգաղթին համընթաց մեծանում էր արաբական աշխարհի դիմադրությունը։ Իսրայելը շրջապատող արաբական պետությունները նույնպես երիտասարդ էին։ Նրանք առաջնորդվում էին մեկ ընդհանուր գաղափարով՝ ստեղծել արաբական ճամբար, ներառելով միջին արևելքի տարածքը։ Այդ գաղափարն ամբողջովին բացառում էր արաբական երկրների մեջ հրեական պետության գոյությունը։ Այդ իսկ պատճառով 1947 թվականին բոլոր արաբական երկրները դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի Մեծ Բրիտանյան մանդատի որոշմանը։ Հրեաները հակառակ իրենց կամքի ստիպված էին համաձայնել արաբական և հրեական պետությունների վրա միակ մանդատի բաժանման փոխզիջմանը։ Առաջացավ ևս մեկ արաբական երկիր այն տարածքում, որը ըստ Բալֆուրյան դեկլարացիայի ամբողջովին նախատեսված էր հրեաների համար։ Արաբները էլ ավելի հեռու գնացին։ Նրանք ամբողջովին մերժեցին հրեաների վերաբնակվելու իրավունքը։ Այդ պատճառով էլ 1948 թվականին, երբ հայտարարվեց Իսրայել պետության ծննդի մասին, արաբները որոշեցին այն ջնջել երկրի երեսից։ Մինչև հիմա Պաղեստինի տարածքում խաղաղություն երբեք չի եղել, այլ միայն հարաբերական անդորր, մինչև որ Եգիպտոսը Իոմ Կիպուրյան պատերազմից հետո Իսրայելի հետ կնքեց սեպարատ խաղաղություն, դրանով իրեն անջատելով արաբական ընկերակցությունից։ Բազմիցս կրկնվում են իսրայելական սահմանների խախտումները, տերորիստական հարձակումները և արաբների կողմից նենգադուլները, սաբոտաժ, նավթային ու առևտրական բոյկոտները և ճնշումները այն պետությունների վրա, որոնք աջակցել են Իսրայելին։ Պրոպագանդան, միջազգային մեկուսացումը և պատերազմին մշտական պատրաստվածությունը Իսրայելի դեմ ուղղված գործողությունների միայն մի մասն է, չխոսելով արդեն ուղղակի պատերազմի մասին։ Պետք է հարցնենք ինքներս մեզ, թե որտեղից հայտնվեց այս ատելությունն ու դիմադրությունը։ Ինչպես պատահեց, որ հին հակասեմիտիզմը, ատելությունն ու նախապաշարումները դեպի հրեաները, որը մի ժամանակ գործում էր հրեական սփյուռքի մեջ, փոխանցվել է Իսրայել պետության վրա։ Հակասեմիտիզմն ունի հոգևոր արմատներ։ Հակասեմիտիզմը վերածվեց հակասիոնիզմի։ Կարող ենք լսել, թե ինչպես են մարդիկ ասում. «Ես ամենևին հակասեմիտ չեմ, այլ միայն հակասիոնիստ»։ Ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ հրեաներին թույլ են տալիս գոյություն ունենալ, բայց չեն ցանկանում, որ նրանք ունենան իրենց դեմքը, իրենց պատմությունը և իրենց պետականության պահանջը։ Եթե նրանք պահանջում են թեկուզ մի մասը կամ էլ ավելին ամբողջ տարածքը, որը նրանցն է եղել դեռ շատ վաղուց, այդ դեպքում նրանք արժանի են ատելության և պարսավանքի։ Դա կարելի է կոչել նեոնացիոնալիզմ, պետական տերորիզմ և այլն։ Ինչ է սրա տակ թաքնված և ում օգտին է այն ծառայում։ Ամենից առաջ հարկավոր է նշել, որ հակասեմիտիզմը հոգևոր աշխարհում տեղի ունեցող պայքարի հետևանք է։ Այն անցնում է ժողովրդից ժողովուրդ, մի մշակույթից մյուսը։ Այն ունի բազում դեմքեր, բայց նպատակը միակն է՝ խանգարել հրեաներին կատարելու Աստծո կողմից իրենց տրված կոչումը։
Դրա կատարման համար անհրաժեշտ են և ազգը, և երկիրը, և Աստված, որովհետև այդ երկրում ժողովուրդը պետք է ծառայի Աստծուն։ Եթե մեկը անջատենք ամբողջից, նպատակի կատարումն անհնարին կդառնա, և մարդկությունը չի կարող օրհնվել։ Դրա համար թշնամին հարձակվում է ամեն ինչի վրա, ժողովրդի, երկրի և ծառայության։ Այդ նույն հոգևոր դիմադրությունը նկարագրվում է Դանիելի գրքի 10-րդ գլխի 12-21 խոսքերում և 11-րդ գլխի 1 խոսքում։ Մի վախեցիր, ով Դանիել, որովհետև այն առաջին օրից, որ սիրտ տվեցիր հասկանալու և քո անձը խոնարհեցնելու քո Աստծո առջև, քո խոսքերը լսվել են, և ես եկա քո խոսքերի համար։ Եվ Պարսից թագավորության իշխանը կանգնել էր իմ դիմաց 21 օր, և ահա Միքայելը, առաջին իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, և ես մնացի այնտեղ Պարսից թագավորի մոտ, և ես եկա քեզ հասկացնելու, թե ինչ պիտի պատահի քո ժողովրդին վերջին օրերում, որովհետև տեսիլքը տակավին այն օրերի համար է, և նրա խոսելու ժամանակ ես երեսս գետին արի և համր եղա։ Եվ ահա մարդու որդու նմանությունով մեկը դիպավ շրթունքներիս, և ես բերանս բաց արի և խոսեցի և ասացի իմ առջև կանգնողին. «Ով Տեր իմ, այս տեսիլքով ետ դառան դեպի ինձ իմ ցավերը, և ես էլ ուժ չունեցա, և ինչպես պիտի կարողանա այս իմ տիրոջ ծառան խոսել իմ տիրոջ հետ, որովհետև ինձանում շունչ չմնաց։ Եվ կրկին դիպավ ինձ այն մարդու կերպարանք ունեցողը և զորացրեց և ասաց. մի վախեցիր, ով ցանկալի մարդ, խաղաղություն քեզ, զորացիր, զորացիր, և նրա խոսելու ժամանակ ես զորացա, և ասացի թող խոսի Տերս, որովհետև ինձ զորացրիր։ Եվ նա ասաց. գիտես, թե ինչի համար եկա քեզ մոտ, և հիմա ետ պիտի դառնամ Պարսից իշխանի հետ պատերազմելու, և իմ դուրս եկած ժամանակ ահա հունած իշխանը պիտի գա։ Սակայն ես քեզ իմացնում եմ ճշմարտության գրքում գրվածը, և մեկը չկա, որ ինձ հետ զորեղանա սրանց դեմ, բացի ձեր իշխան Միքայելից, և ես մարած Դարեհ թագավորի առաջին տարին կանգնել եմ նրա հետ ուժովացնելու և նրան օգնելու»։ Միջին Արևելք, հոգևոր պատերազմ։ Համաձայն Դանիելի, հոգևոր իշխանությունները մարտնչում էին Գաբրիել հրեշտակապետի դեմ, որը գալիս է Դանիելի մոտ հրեա ժողովրդի երկիր վերադառնալու մասին աղոթքի պատասխանով։ Այդ նույն ուժերը գործում են հիմա, խոչընդոտելով ժողովրդին տուն վերադառնալ և ի կատար ածել իր կոչումը։ Իհարկե, պատվավոր է Իսրայելին հումանիտար օգնություն ցույց տալը, բայց դա գործի միայն արտաքին կողմն է և բավական չէ։ Հնարավոր չէ ժողովրդին բաժանել Աստծուց, նույնպես հնարավոր չէ նրան բաժանել երկրից։ Սկզբում քաղաքագետների մեջ Իսրայելին օգնելու ցանկություն էր առաջացել։ Հիմա էլ առաջվա պես պահանջում են, որ Իսրայելը թողնի արևմտյան բարձունքները, այսինքն Հուդայի և Սամարիայի տարածքները, որն էլ խոսում է այն մասին, որ նրանք չեն հասկանում խնդրի էությունը։ Հրեաները գրվածքի ժողովուրդն են, Աստծո ժողովուրդը, իսկ Իսրայելը հրեաների երկիրը, խոստացված երկիրը։ Առանց այս ամենը հասկանալու անհնար է հասկանալ Միջին Արևելքում տեղի ունեցող պայքարը։ Դրա համար Իսրայելին մեղադրում են համառության, դիվանագիտական ճկունության պակասի մեջ։ Նրանց համարում են արաբների կոկորդում խրված ոսկոր։ Հրեաներին մեղադրում են այն բանում, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին մյուս ժողովուրդները, չեն ցանկանում հարմարվել և գնալ փողզիջումների։ Սակայն ինչպես կարող են հարմարվել։ Նրանք բոլորովին դրա համար չեն կանչված, իսկ առանց սեփական երկրի նրանք չունեն ոչ հույս, ոչ էլ ապագայի նկատմամբ վստահություն։ Ատելություն իսլամի կողմից։ Եվ այսպես Իսրայելը դարձավ կղզի արաբական ծովի մեջ։ Նրան շրջապատող բոլոր արաբական երկրները թշնամաբար են տրամադրված։ Եգիպտոսի հետ խաղաղությունը սառը խաղաղություն է։ Սահմանների մոտ ընդհարումները չեն դադարում։ Ինչ է դա։ Միթե դրանք միայն աշխարհագրական կամ էթնիկական խնդիրներ են։ Ոչ, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Արաբական սպառնալիքի ու ատելության թիկունքում կրոնն է՝ իսլամը։
Ամեն տարի մուսուլմանների մոտ լինում է ծոմի ամիս, Ռամադան։ Իրանում և ամբողջ աշխարհում այդ ծոմն ավարտվում է նրանով, որ վերջին օրը սկսում են հայհոյանքներ ու անեծքներ տեղալ Իսրայելի պետության հասցեին։ Ամբողջ աշխարհի մուսուլմաններն ատելությամբ ու թշնամությամբ են տրամադրված դեպի Իսրայելը։ Հին հակասեմիտիզմն այսօր ձեռք է բերել նոր դեմք՝ իսլամը։ Որպեսզի հասկանանք իսլամը, անհրաժեշտ է վերադառնալ նրա հիմնադիր Մուհամեդին։ Նա ծնվել է 570 թվականին Հիսուսի խաչելությունից հետո Մեքքայում, Քուարիշի ցեղում։ Վաղ հասակում նա զրկվում է ծնողներից և դաստիարակվում է բարեկամների մոտ։ Երիտասարդ տարիներին նա շատ անգամ ընդհարվում է ինչպես հրեաների, այնպես էլ քրիստոնեական տարբեր խմբերի հետ։ 610 թվականին նրան հայտնվում է Յուբրիբ հրեշտակը և տալիս է Ալլահ անունով Աստծո մասին հայտնություն։ Իր կոչումից հետո 40 տարեկան հասակում նա սկսում է Ալլահին հավատալու մասին քարոզները։ Ալլահն այդ ժամանակներում անապատի աստվածներից մեկն է եղել, որն ունեցել է բորենու տեսք։ Մուհամեդը այդ անապատի աստծուն սարքում է Աստված, արգելում է բազմաստվածությունը ու սովորեցնում է խոնարհվել միայն Ալլահին և իրեն, որովհետև ինքն է հանդիսանում Ալլահի միակ մարգարեն։ Նա եզրափակում է, որ Ալլահն այն նույն Աստվածն է, որին խոնարհվում են հրեաներն ու քրիստոնյաները։ Սակայն հետզհետե ավելի պարզ է դառնում, որ դա այդպես չէ։ Ղուրանում նշված է Մուհամեդի հայտնության մասին։ Դրա բովանդակությունը շատ տեղերում համընկնում է Աստվածաշնչին և շատ անգամ էլ ուղղակի հակադրվում է Աստվածաշնչին։ Կարճ ասած, իսլամը հակակրոն է, այն հակադրվում է ինչպես հրեական, այնպես էլ քրիստոնեական կրոններին։ Քրիստոնյա հրեական հայտնությունն Աստծո մասին չի համընկնում իսլամի հետ։ Աստվածաշնչյան Աստվածն ու իսլամական Ալլահը էությամբ տարբեր են։ Նախ և առաջ այդ իսլամի Աստվածը բոլորովին էլ Աստված չէ։ Աստծո մասին հայտնությունը տրվել է Իսրայելին։ Արարելով մարդուն Աստված նրա սրտում խաղաղություն դրեց։ Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաև խաղաղությունը դրել է նրանց սրտում։ Ժողովող 3:11։ Սակայն մարդն ընկավ մեղքի մեջ և նրանում Աստծո ընկալումը մթագնեց։ Մարդն Աստծո գոյության մասին կարող է իմանալ երկու ճանապարհով՝ նրա ստեղծածների վկայությամբ և իր խղճի վկայությունով։ Այդ մասին կարող ես կարդալ Հռոմեացիների 1-ին 19 և 20 խոսքերում և 2-րդ գլխի 14 և 15 խոսքերում։ Եթե մարդն իր խղճի վկայությանը հակառակ է գնում, նրա մոտ սկսվում է ուղեղի մթագնում։ Հռոմեացիների 1:21-ում գրված է. որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան և նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Այդպիսի մթագնումների ու խավարումների արդյունքը դարձան ամենատարբեր կուռքերը։ Եվ մարդիկ կենդանի ու ճշմարիտ Աստծուն փոխեցին կուռքերի հետ։ Կռապաշտության ետևում դիվական ուժեր են թաքնված։ Պողոսը գրում է. բայց այն, որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ թե Աստծուն, իսկ ես չեմ կամենում, որ դուք դևերին մասնակից լինեք։ Կորինթացիների 1-ին 10:20։ Միևնույն բանն ասում է նաև Մովսեսը. զոհեցին դևերին, որ Աստված չեն, աստվածների, որ չէին ճանաչում, նորեր, որ մոտերից եկան, որոնցից ձեր հայրերը չվախեցան։ Երկրորդ Օրինաց 32:17։ Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես անհնազանդության մեղքի միջոցով մարդիկ իրենց համար կուռքեր էին ստեղծում, որպեսզի բավարարեին խոնարհվելու իրենց անզուսպ ցանկությունները և սիրաշահեին անհայտ սարսափեցնող թաքնված ուժերին, որ շրջապատում էին նրանց, նաև ազատվեին մահվան սպառնալիքից։ Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ Աստծուն երկրպագելու ցանկություն ունեն, և դա նրանց սրտերում դրված է իրենց ստեղծման օրվանից։ Հաշվի առնելով այս ամենը, Աստված տվել է հայտնություն իր մասին, ով է ինքը, ինչ է ցանկանում մարդուն և ինչպես մոտենալ իրեն։ Այդ հայտնությունը տրվել էր Իսրայելի ժողովրդին։ Ինչու՞ տարակուսում ես դու։ Որովհետև Աստված այդպես է որոշել։
Դա նրա անձնական գործն էր, և նա ոչ մի խորհրդի կարիք չի զգացել։ Այս հայտնությունը գրված է Աստվածաշնչում պարզ ու կտրուկ, և այն վերաբերում է բոլոր ժամանակների ժողովուրդներին։ Առանց այդ հայտնության ոչ մի մարդ Աստծուն մոտենալու հնարավորություն չունի։ Աստծո սերն ի հայտ է գալիս այն բանում, որ նա ուզում է և հնարավորություն ունի յուրաքանչյուր մարդու տալ հայտնություն իրեն ճանաչելու մասին։ Այդ հայտնությունը Աստված տվեց Իսրայելի ժողովրդին, որպեսզի նա պահպանի և տարածի այն։ Պողոսը հրեա ժողովրդի մասին ասում է. որոնք իսրայելցի են, որոնցն են որդեգրությունը և փառքը և ուխտերը և օրենսդրությունը և պաշտոնը և խոստումները։ Հռոմեացիների թուղթ 9:4։ Այսինքն Աստված նրանց տվեց հայտնություն իր մասին։ Ղուրանը ստում է. երբ մարդը չի ընդունում Աստծո տված հայտնությունը, դա հիմք է հանդիսանում այն բանի, որ նրա գիտակցությունը մթագնում է։ Այդ ժամանակ նա սկսում է ստեղծել կուռքեր, որովհետև նրա գիտակցության մեջ բարձրանում են այնպիսի մտքեր, որոնք խանգարում են Աստծուն ճանաչելուն։ Այդ մասին կարող ես կարդալ Կորինթացիների 2-րդ թղթի 10:5-ում։ Եվ մարդն ընկնում է կրոնական դիվական ուժերի իշխանության տակ, որոնք էլ նրան ակտիվորեն տանում են կռապաշտության։ Ուշադիր քննելով իսլամը, կհասկանաս, որ դա հակակրոն է, աստվածաշնչյանին հակադրված կրոն։ Ղուրանը ժխտում է, որ Հիսուսն է Աստծո որդին և աշխարհի փրկիչը, այսինքն ժխտում է քրիստոնեական հավատքի հիմքը։ Ղուրանը ժխտում է, որ Հիսուսը մահացել է խաչի վրա, հայտարարելով, որ նա խաչելությունից առաջ համբարձվել է երկինք, իսկ խաչի վրա ուրիշ մարմին էր, որը նման էր նրան։ Այսպիսով իսլամը ժխտում է, որ նրա արյունը մարդուն հաշտեցրել է Աստծո հետ։ Հիսուսի ծնունդի նկարագրությունը բոլորովին չի համապատասխանում Ավետարանին։ Աբրահամի կյանքի նկարագրությունը Ղուրանում չի համապատասխանում Աստվածաշնչյանին։ Համաձայն Ղուրանի Աբրահամն ուներ 8 որդի, որոնց նա Մեքքայում էր դաստիարակել և ոչ թե Քեբրոնում։ Ալլահի օրհնությունները մարդկանց են հասել Իսմայելի միջոցով և ոչ թե Իսահակի, և հենց նրան է Աստված պահանջել, որ զոհաբերեն։ Մովսեսին որդեգրել է ոչ թե փարավոնի աղջիկը, այլ կինը։ Համանը եգիպտական փարավոնի նախարարն է եղել և ոչ թե պարսկական թագավորի։ Հիսուսի մայրը եղել է Մովսեսի քույր Մարիամը։ Եվ այսպիսի շատ օրինակներ։ Կարճ ասած, Ղուրանը լի է հակասություններով ու ստով։ Ինչու՞։ Որովհետև Մուհամմեդը փոխել է նրա պատմական հավաստիությունը, հարմարեցնելով այն իր ուսմունքներին ու երևակայություններին։ Այն, որ մուսուլմաններն այսօր չարանում են, հաշվեհարդարներով ու արյունահեղություններով սպառնալով այն մարդկանց, ովքեր կասկածում են Ղուրանի հավաստիությանը, դրությունը չի բարելավում։ Այն, որ չդիմանալով հանգիստ վիճաբանությանը, կրոնական ներկայացուցիչներն սկսում են սպառնալ սրով, պարզ ներկայացնում է կրոնի բովանդակությունը, հիմքն ու նպատակը։ Բացի դրանից, Ղուրանում կան հակասեմիթական բնույթի շատ ասույթներ։ Հրեաները նկարագրվում են որպես Աստծո երեսից ընկածներ, ճշմարտությունը խեղաթյուրողներ, Ալլահին անիծողներ և այլն։ Ղուրանն ասում է, որ հրեաները գիտակցաբար խեղաթյուրել են գրվածքը, որ նրանք Աստծուց մերժված են, որովհետև Ղուրանը չեն ընդունում որպես սուրբ գիրք։ Դրա համար էլ նրանք Ալլահի թշնամիներն են։ Ջիհադ, սրբազան պատերազմ։ Արդեն Մուհամմեդի ժամանակներից սկսվեց հրեաների դեմ ուղղված ուժեղ շարժում, որը սկիզբ դրեց իսլամական հակասեմիտիզմին։ Երբ իսլամը սկսեց տարածվել արաբական թերակղզում, այն միանգամից կոչ արեց ջիհադի, սրբազան պատերազմի։ Դա նշանակում է, որ Ղուրանը, իսլամական կրոնը, պետք է տարածվի սրի և բռնության միջոցով։ Փաստորեն ջիհադը իսլամի 5 հիմնական կետերից հետո 6-րդն է։ Ահա այդ 5 կետերը։ Առաջին. հավատքի դավանանքը սա է. չկա Աստված բացի Ալլահից, իսկ Մուհամմեդը նրա մարգարեն է։ Երկրորդ. աղոթք, օրը 5 անգամ դեմքով շրջվելով դեպի Մեքքան և Քաաբի քարը։ Երրորդ. ողորմություն։ Չորրորդ. ծոմ, հիմնականում Ռամադան ամսին, որը կոչվում է ծոմի ամիս։ Հինգերորդ. հաջ, ուխտագնացություն դեպի Մեքքա, կյանքում գոնե մեկ անգամ։
Ուխտագնացություն դեպի Մեքքա։ Մուսուլմաններն աշխարհը բաժանում են երկու մասի՝ իսլամի տուն և պատերազմի տուն։ Վերջինիս մեջ մտնում են այն բոլոր երկրները և ժողովուրդները, որոնք դեռ չեն միացել իսլամին։ 5 հիմնական կետերը պետք է տարածվեն սրբազան պատերազմի ջիհադի օգնությամբ։ Եվ խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ իսլամի արմատավորման համար համաձայնության հասնեն քաղաքական ճանապարհով, այլ ընդհակառակը, առաջին հնարավորության դեպքում պետք է դիմել ջիհադին, որպես աշխարհը իսլամի տուն վերափոխելու միջոց։ Ջիհադը Մուհամեդի համար դարձավ իր կրոնը տարածելու արագ միջոց։ Նրա մահվանից հետո իսլամը տարածվեց Միջերկրական ծովի ավազանի երկրներով և շարժվեց առաջ ամբողջ աշխարհով։ Դրանից հետո զանգվածային սպանությունները դարձան սովորական երևույթ։ Բոլոր ոչ մուսուլմանները, ովքեր առաջին իսկ պահանջից չէին ընդունել իսլամը, դարձան դխիմիներ, անհավատներ, երկրորդ կարգի քաղաքացիներ։ Նրանց վրա դրվում էին ծանր հարկեր և խիստ սահմանափակումներ։ Անհավատները, որոնք խախտել էին մուսուլմանական օրենքները, անխոս մահապատժի էին ենթարկվում։ Մուսուլմանական երկրներում հրեաները միշտ հետապնդումների են ենթարկվել, չնայած որ նրանց դրությունն այնտեղ ավելի լավ էր, քան ավելի ուշ Եվրոպայում քրիստոնեացման և խաչակիրների արշավանքների տարիներին։ Իսլամի վերաբերմունքը հրեականությանը լիովին որոշակի է։ Հրեականությունը խեղաթյուրված կրոն է, իսկ հրեաները մերժված ժողովուրդ։ Չնայած որ կարելի է նրանց հարգել որպես գրվածքի ժողովուրդ և կարելի է փառաբանել նրանց մարգարեներին, սակայն հիմա նրանք դարձել են թշնամիներ, որովհետև չեն ընդունել վերջնականը, Մուհամեդի վերջնական հայտնությունը։ Աստիճանաբար իսլամի տարածքը մեծացավ, ներգրավելով նոր երկրներ։ Մուսուլմաններն իրենց պարտականությունն են համարում ցանկացած միջոցով հետ բերել այն երկրները, որոնք մի ժամանակ պատկանել են իսլամին, սակայն զավթվելով մյուս երկրների կողմից կրոնափոխ են եղել։ Գրավված երկրներում Ղուրանն անհապաղ պետք է ընդունվի որպես պետական կյանքի ու կանոնադրության հիմք։ Կառավարությունն ու Ղուրանն անբաժանելի են։ Դրանք ներկայացնում են թեոկրատական, աստվածապետական դիկտատուրա։ Այստեղ է թաքնված հրեա-քրիստոնեական և իսլամական պետությունների միջև հիմնական տարբերությունը։ Հրեա-քրիստոնեական երկրներում 10 պատվիրանները հանդիսանում են բարոյականության հիմքը, կանոնադրության հաստատման չափանիշը։ Այստեղ ոչ մի դիկտատուրայի մասին խոսք լինել չի կարող։ Ընդհակառակը, հետևողականորեն ամբողջ ուժերով պահպանվում է հասարակության դեմոկրատական հիմքը, ազատության և մարդու իրավունքների պահպանումը, որը միանգամայն հնարավոր է և համապատասխանում է աստվածաշնչյան հայացքներին։ Աստվածաշունչը կրոնական դիկտատուրայի մտադրություն չունի։ Այն կրոնական դիկտատուրա չի ենթադրում, բայց նպաստում է դեմոկրատիային այն աստիճան, որ պլյուրալիզմը, իդեալիստական ուսմունք, համարում է նորմալ երևույթ, որովհետև նոր ուխտում եկեղեցին աշխարհում գոյություն ունեցող կազմակերպություններից միայն մեկն է, որն աշխարհիկ հասարակությունից առանձնացված է իր հավատարմությամբ, Հիսուս Քրիստոսին նվիրվածությամբ, այն ժամանակ, երբ շրջապատը հաճախ չի ընդունում կամ չի հավատում նրան։ Աստվածաշնչյան արթնությունը սրտանց դարձի գալն ու հավատքն է առ Աստված, որն էլ առաջ է բերում սուրբ, մաքուր կյանք։ Քաղաքական ճնշումների ճանապարհով աշխարհագրական տարածքները լայնացնելու համար արտաքնապես դեպի Աստծուն շրջվելը իմաստ չունի։ Կա միայն մեկ ճանապարհ՝ Սուրբ Հոգու միջոցով, մնացածը մարմնական են ու անիմաստ։ Մուսուլմանական դիվանագիտություն։ Հետաքրքիր և կարևոր է նշել, որ մուսուլմանության մեջ բացակայում է ինչպես անհատական մեղքը Աստծո առջև և անձնական պատասխանատվությունը, այնպես էլ սրտանց կամովին դարձի գալը։ Դրա փոխարեն խոսվում է անխոս ենթարկվելու մասին, որն էլ հենց իսլամ բառի բացատրությունն է։ Բացի դրանից բացակայում է խաղաղության և ներման հասկացողությունը։ Խաղաղությունը սրբազան պատերազմի խնդիրների մեջ չի մտնում։ Կան միայն ժամանակավոր դադարներ, մինչև կփոխվեն անբարենպաստ պայմանները և հնարավոր կլինի շարունակել իրենց զավթողական ներխուժումները։ Բարոյական պարտականությունն է ասել ճշմարտությունը և պահպանել խոստումը, սակայն եթե այն վերաբերում է անհավատարիմներին, ոչ մուսուլմաններին,
Կարելի է դրժել խոստումը և որոշումները չեղյալ համարել, կախված իսլամի շահերից։ Դրա համար Պաղեստինի ազատագրման կազմակերպության, այսինքն ՊԱԿ-ի ղեկավարը Յասիր Արաֆաթը կարող է արևմտյան երկրների հետ բանակցությունների ընթացքում Իսրայելի հետ խաղաղություն կնքել և լինելով իր մուսուլման բարեկամների մեջ մերժել դա։ Չէ՞ որ նա պայմանագիրը կնքել է անհավատարիմների հետ։ Արևմտյան միամիտ մարդը հեշտությամբ կխաբվի, հանկարծակիի կգա ու կհիասթափվի։ Հետաքրքիր մանրամասնություն. Յասիր Արաֆաթի ամբողջական անունն է Աբեդ Ար-Ռախման Աբեդ Ար-Ռոուֆ Արաֆաթ Ալ-Կուդվախ Ալ-Խուսեյնի, այսինքն նրա քեռին Հայ Ամին Ալ-Խուսեյնին եղել է Երուսաղեմի այն ամենամեծ Մուսթաֆան, որը ծառայել է հակասեմիտիզմից հասունալից փառքին։ Մուսթաֆայի հիմար փառքի մասին Արևմուտքը լռում է, սակայն կարելի է ասել, որ ՊԱԿ-ը նրանից ժառանգել է ատելություն դեպի հրեաները։ Ինչպես սկզբում ասացինք, միջին արևելյան հակասությունը բոլորովին էլ էթնիկա-աշխարհագրական ու քաղաքական չէ, այլ հոգևոր։ Առաջին, երկիրը, որը երբեք չի պատկանել մուսուլմաններին, պետք է հետ գրավվի։ Կարևոր չէ, թե դա որ երկրին է վերաբերում՝ Պաղեստինին, Իսպանիային, թե բալկանյան երկրներին։ Երկրորդ, հրեական պետության գոյությունն իսլամի համար ստորացուցիչ է, որովհետև հրեաները համարվում են Ալլահից մերժվածներ։ Այստեղ կարևոր է չենթարկվել իսլամի աստվածաբանական ազատական հետևորդների ձեռնածություններին, որոնք միշտ մատնացույց են անում հրեա-քրիստոնեական կրոնի ու իսլամի նմանությանը և հաճախ մշուշապատում կամ փորձում են ամբողջովին ծածկել իսլամի դաժան ու կոպիտ կողմը, որովհետև արևմուտքում ապրող մարդու աչքին այն չափազանց վանող ու վախեցնող է երևում։ Չնայած այդ ամենին, այն չի դադարում գոյություն ունենալ։ Իսլամի համար բոլորովին անթույլատրելի է Պաղեստինում հրեական պետության գոյությունը։ Դրա համար Արաֆաթն իր արհամարանքն է արտահայտում Բալֆուրյան դեկլարացիայի որոշումներին, և արաբ ղեկավարներից մեկը խոսակցության ժամանակ այն կարծիքն է արտահայտում, թե ինչպես որ ջնջվեց Բեռլինյան պատը, որը երկրորդ համաշխարհային պատերազմը հիշեցնող վերջին հիշողությունն էր, այնպես էլ կջնջվի այդ հիշողությունների մյուս մնացորդը՝ Իսրայելը։ Երրորդ, Երուսաղեմը գտնվում է Իսրայելի տարածքում, որը երրորդ սուրբ քաղաքն է Մեքքայից ու Մեդինայից հետո, որովհետև այնտեղ Մուհամմեդն է ապրել։ Ատելության պատճառը հանդիսանում է այն, որ Երուսաղեմն այլևս բաժանված չէ երկու մասի։ 1967 թվականից հետո այն դարձավ անբաժանելի քաղաք, Իսրայելի մայրաքաղաքը։ Երուսաղեմն ստանալու հավակնություն։ Մինչև 1967 թվականը, երբ Երուսաղեմի արևելյան պատը պատկանում էր Հորդանանին, ոչ մի հրեայի չէր թույլատրվում մոտենալ Լացի պատին, քաղաքի արևմտյան պատին։ Ընդհակառակը, պայթեցվում և հրդեհվում էին հին քաղաքի տարածքում, նույնիսկ հրեական թաղամասերում գտնվող ժողովարանները։ Այսօր հրեական պետությունը երաշխավորում է մուսուլմանների անվտանգությունը և մզկիթում աղոթելու հնարավորությունը։ Մզկիթը տաճարի լեռան վրա է, այնտեղ, որտեղ մի ժամանակ կանգնած է եղել հրեական տաճարը։ Իսկ մուսուլմաններն առաջվա նման արգելում են քրիստոնյաներին ու հրեաներին այնտեղ աղոթել։ Հետաքրքրական է նաև, որ Ղուրանը Երուսաղեմ քաղաքի անունը չի կապում Մուհամմեդի հետ։ Այնտեղ ասվում է, որ նա իր ձիով թռչել է դեպի Ալ-Կուդս, որպեսզի այնտեղից էլ համբարձվի երկինք։ Եվ ոչ մի անգամ չի ասվում, որ դա եղել է Երուսաղեմ քաղաքը։ Մուսուլմանական ավանդությունն այդ դեպքը կապում է Երուսաղեմի հետ, որպեսզի իրավունքներ ունենա քաղաքի վրա։ Երուսաղեմը երբեք էլ կռվախնձոր չի եղել, ուղղակի նրան այդպիսին սարքեցին ավելի ուշ։ Որքան շատ էին հրեաները ցանկանում վերադառնալ այնտեղ, այնքան մուսուլմաններն ավելի շատ էին քաղաքը պահում իրենց ձեռքերի մեջ։ Այսօր ամբողջ մուսուլմանական աշխարհը պահանջում է Երուսաղեմը վերադարձնել արաբներին։ Արևմտյան քաղաքագետները, որոնք ունակ չեն տեսնելու տարբեր կրոնների զանազանությունը, չեն ընկալում Երուսաղեմի նշանակությունը հրեաների համար
և մուսուլմանական պրոպագանդայի համար, որը փորձում է ետ գրավել քաղաքը։ Դրա համար էլ նրանք փողզիջում են առաջարկում, որը չի բավարարում երկու կողմերից և ոչ մեկին։ Ինչու՞։ Որովհետև հոգևոր ճշմարտությունը փոխարինված է մշակութային կարգի հարցերով։ Կարելի է ասել, որ նկատելով մշակութային տարբերությունը, նրանք ունակ չեն տարբերելու ճիշտը սխալից։ Կոմունիզմն ընկավ, իսլամն էլ կընկնի։ Իրականության այսպես կոչված կուլտուրական ժխտումը բացում է հակասեմիտիզմի հզորացման ճանապարհ։ Ասել, որ բոլոր կրոններն էլ իրար նման են, առանց ճիշտ գնահատելու իրականությունը, բերում է նրան, որ իրերն ու իրավիճակները, որոնք իրոք որ դաժան են, համարվում են ճշմարտացի, անկախ այն բանից, թե որքանով են դրանք ճիշտ կամ կեղծ։ Մուսուլմանական կողմի հավակնություններն անիրական են։ Նրանց մի մասը պատրաստ է բավարարվել նրանով, որ հրեաները դուրս գան իրենց երկրից, մյուս մասը պահանջում է ջնջել նրանց երկրի երեսից։ Հրեաներին ուղղված ատելության օրինակները բազմաթիվ են, սկսած իսլամ ռադիոկայանից, որը պրոպագանդելով ժխտում է նացիստների կողմից հրեաների ոչնչացումը, վերջացրած մուսուլման ահաբեկիչ ինքնասպաններով, որոնք մի ձեռքին դանակը, մյուսին Ղուրանը, առանց խղճի խայթի ու մտածելու մորթում են Իսրայելի անմեղ ժողովրդին։ Ոչ բոլոր արաբների մոտ է նկատվում այսպիսի ֆանատիզմ։ Ոչ բոլոր արաբներն են պահանջում Իսրայելի պետության ոչնչացումը։ Մի մասը համաձայն է ապրել հրեաների հետ խաղաղ, կողք կողքի, սակայն իշխում են ծայրահեղականները և մյուսներին պարտադրում են լռել։ Եվ ո՞րն է նրանց զենքը։ Իսլամին մոլեռանդորեն հետևելը։ Բայց իսլամը կեղծ կրոն է, և ինչպես մյուս կուռքերը, դա էլ պիտի ընկնի։ Ալլահն Աստվածաշնչի Աստվածը չէ, և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը չէ, այլ անապատի, արնախում ու ցասումնալից Աստված է։ Նրա մեջ Աստծուն ատող հոգևոր ուժեր են թաքնված։ Երբ նրանց ուժն ու իշխանությունը արաբների վրայից վերանան, տեղի կունենա այն նույն երևույթը, ինչը տեղի ունեցավ նախկին կոմունիստական երկրներում։ Ճորտատիրական պատը կփլուզվի, բռնությունը, ատելությունը և նախապաշարումները կանհետանան, և նրանք, Իսմայելի ժառանգները, կհանդիպեն Իսրայելի կենդանի Աստծուն։ Հոգևոր արթնություն, սա է Մերձավոր Արևելքի խնդրի միակ լուծումը։ Աբրահամի օրհնությունները տարածվում են բոլոր ազգերի վրա, միաժամանակ նաև արաբական աշխարհի։ Երբ նրանց սրտերը կթլպատվեն, երբ իսլամական հակակրոնը, որը լի է ատելությամբ ու բռնությամբ, կսկսի տեղի տալ, և Սուրբ Հոգին կդիպչի մարդկանց սրտերին, միայն այդ ժամանակ կանհետանա արյան ու վրեժի ծարավը, և Մերձավոր Արևելքում կթագավորի ճշմարիտ խաղաղությունը։